Նախ դրա մասին Ադրբեջանը խոսում է 20 թվականի խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ որ նա ի սկզբանե Հայաստանին մի քանի կետից բաղկացած պահանջների ցուցակեր ներկայացրել, Արցախի ճանաչելը Ադրբեջանի կազմում, ադրբեջանցիների ներխուժումը որպես բնակիչ Հայաստանի Հանրապետության տարածք եւ այդ ցուցակի ներքո նաեւ բանակից հրաժարվելը разоружение մի խոսքով եւ այդ թվում նաեւ խոսքը գնում էր նրա մասին, որ հայ առաքելական եկեղեցու լուծարումը։ Սա դեռ 20 թվականին հնչեցված պահանջ էր, որը կարծես այդ արցախյան կրիզիսի ժամանակ ոնց որ անտեսվեց։ Երբ որ արդեն Փաշերտ քայլ առ քայլ հերթով կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները, հա, Արցախի հայաթափումը, ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը արդեն լուծված է, շուտով դիմավորեք ձեր ապագա հայրենակիցներին, ճակերտավոր անկլավների այսպես կոչված զիջումը Ադրբեջանին հերթահասավ, հա, այդ թվում նաև Սփյուռքից հրաժարվելը, ինչը Փաշինյանը փայլուն կատարեց, շատ լավ գիտենք, որ սփյուռքահայերի մուտքը Հայաստան բավականին խնդրահարույց է եւ շատերին Զվարթնոցից ճամփում են հետ։ Եվ հերթահասավ հայ առաքելական եկեղեցին եւ Փաշազադեն ելույթ ունենալով մի քանի օր առաջ հստակ առանց ոչ մի մտածելու տեղ թողելու մարդը ասեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է հանդիսանում, հա, վտանգի աղբյուր է հանդիսանում եւ այդ հարցը պետք է լուծվի։ Եւ դրա հաջորդ օրը Փաշինյանը սկսում է լուծել այդ հարցը, այսինքն այստեղ ոչ մի հարց չի կարող առաջանալ մի գեղեցիկ որ Փաշինյանը զարթնեց եւ դարձավ հայ առաքելական եկեղեցու կանոնների հետևորդ եւ սկսեց հետաքրքրվել Գարեգին առաջ երկրորդի անձնական կյանքով, ոչ, մարդը պատվեր է կատարում իրեն համապատասխանող, իրեն հոգեհարազատ ոճով, հա, խորասուզվելով մարդու ինտիմ կյանք։ Ինչպես է ուզում լուծել Տիկին Աթիպեկյան, ներկայացնել եւ ընտրել իրապես անգրագետներից բաղկացած ինչ որ անհասկանալի հանձնաժողով են կազմել, որոնք պետք է որոշեն արդեն կազմել են Տիկին։ Այսօր տեսա ինչ որ անձից անհասկանալի ծագումնաբանություն ունեցող անձից բաղկացած բան է, խմբակ է, որը ես չգիտեմ ունի արդյոք պրոֆիլային կրթություն, ունի արդյոք նմանատիպ աշխատանքի Փաշինյանը պետք է անցկացնի նրանց հետ եւ ընտրի։ Հասկանում եք, ամենազավեշտալին այն է, որ աղանդավորը փորձում է ներխուժել հայ առաքելական եկեղեցու ներքին խոհանոցի մեջ, դա չէ, այսինքն մուսուլմանը եւ աղանդավորը փորձում են ներխուժել հայ առաքելական եկեղեցու ներքին խոհանոց եւ կազմաքանդել այն։ Տիկին Աթիպեկյան, խնդիրն այն է, որ այստեղ սահմանադրությունը ոտնատակ է տրվում հենց երկրի առաջին դեմքի կողմից ու որևէ հետևանք դա չի ունենում ոչ իրավական, ոչ նաև պայքարի, հա, քաղաքական պայքարի, ինչ որ ալիք է նոր բարձրանում, կարմիր գծեր չունի այս իշխանությունը ու դրա դեմ պայքարի տարբերակներ չկան։ Ինչ էլ պիտի լինի, որ ժողովուրդը հավաքական կերպով կարողանա պայքարել քաղաքական առումով իրեն փոխելու եւ իրավապահ համակարգին խելքի բերելու, որ այս ամենի դեմ պետք է պայքարել։ Կամ կներեք շարունակեմ, ում են սպասում, ում կոչին են սպասում։ Անկեղծ ասած ես այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետև քաղաքական ընդվզումներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն կարմիր գծերի խախտում, այլ նաև հակառակ կողմի, այս պարագայում ընդդիմության կողմից ճշգրիտ քայլերի ձեռնարկումը, որը ես դեռ չեմ տեսնում։ Փաշինյանը կարող է անսահմանափակ ծավալով խախտել եւ խախտում է 18 թվականից ի վեր, եթե նստենք հաշվենք սահմանադրության քանի կետ եւ ինչ ձևով է, ինչ պիղծ ձևով է նա խախտել, ապա սա եւս մեկ
կետ է նրա ապագա դատավճռի մեջ, հա։ Արայք հարությունները ներողություն է, հա, այս իշխանություն, եկեղեցի հերակա վեճը իշխանությունների հատկապես, հա, կողմից շարունակվում է եւ մեկ անգամ է Մայրաթորը ընդամենը հաղորդագրություն տարածել Մայրաթորի որտեղ գրած հա քաղաքականությունը կարծում եք ճիշտ թե չարձագանքելու լռելու վերաբերյալ եւ օրինակ կարծում եք այստեղ հավաքվելը ինչ որ ազդակ կարող է դառնալ իշխանության համար հարցը ունի պատասխանի երկու տարբերակ հա առաջինը վեհափառը այն կարգավիճակում է գտնվում որ իրավունք չունի իրեն թույլ տալ նմանատիպ ճղճիմ անձանց բան անել հակադարձել դա առաջինը երկրորդը դա վեհափառը որպես անձ այլ ոչ թե որպես հայ առաքելական եկեղեցու առաջնորդ դիմի դատարան եւ պահանջի բան դիֆամացիայի դեմ հայցով եւ պահանջի ապացույցներ այն ամեն ինչի ինչ ներկայացվել է ինքը պատրաստ ներկայացնել ապացույցներ որ վեհապառը ներկայացնի ես անկեղծ ասած թող ներկայացնի բայց այստեղ խնդիրը ախր հասկանում եք այստեղ խնդիրը ոչ թե Գարեգինի անձն է այլ այն կառույցն է որը նա ղեկավարում է երբ որ Փաշինյանը խոսում է նրա մասին որ նա նոր ինչ որ կաթողիկոս է առաջարկելու կամ առավել եւս ամբողջ ժողովրդով պետք է ընտրեն կաթողիկոս դա չլսված բան է որովհետեւ եկեղեցին գոյություն ունի 301 թվականից հա եւ նա ունի իր դարերով եկած կանոնակարգը որը չի նախատեսում նման ընթացք ու Փաշինյանը այն անձը չէ հատկապես չլինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ նա իրավունք չունի խառնվի այդ գործընթացների մեջ եւ այդ կառույցի գործառույթների մեջ ուստեղ խնդիրը կրկնում եմ ոչ թե Գարեգինի անձն է կամ նրա ապրած կյանքն է ոչ թե հայ առաքելական եկեղեցին է ինքնին այլ հաշվի առնելով որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի ինքնության կարևորագույն բազային տար այդ տարը մեր ինքնաընկալման ինքնագիտակցության տակից հանելն է եւս մեկ սյուն են ուզում հանեն մեր հայ լինելու գաղափարից սա է կարևորը հիմա կներկայացնի նա ապացույցներ չի ներկայացնի հարցը այն է որ աղանդավոր Նիկոլ Փաշինյանը իսլամիստ Փաշազադեի հետ միասին Ալիևի այսպես ասած եւ Էրդողանի հորդորով նրանք ոչնչացնում են մեր ազգի ինքնությունը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանն ասում է, որ փուլում ինչ տեղի ունենա, ընդդիմությունը կգտնի դրվագ, որ նշի դա աթուր ադրբեջանական տանդեմի կողմից եղել, բայց դա իրականության հետ որևէ աղերս կարող է չունենալ։ Նաև հարցին թե ինչու հիմա որոշեցին, ասում են, եթե 18 թվականին անեին, կասեիք նոր եք իշխանության եկել, 20 թվականին կորոնավիրուսն էր, հետո ավանդաբար սուտ ասում, որովհետև 18 թվականին փորձեր կատարվեցին, եթե հիշում եք նոր վեհափառ եւ այլ, այսինքն այդ գործընթացը սկսեցին, տապալվեց։ Ինչ պատճառներով։ Երկրորդը Արայք Հարությունյանը ելնելով այդ տգետների խմբակի անդամ չի հասկանում, որ իրանից խելացի մարդ կա այս կողմը, որը կարողանում է մեկը մեկին գումարի եւ ստանա հաստատ երկուս։ Որովհետև տարօրինակ է, որ Փաշազադեն ելույթ է ունենում ու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը շատ ներողություն վեհափառի ներքնած գեստը դրոշ սարքած նո, սենց ասենք, Արայք Հարությունյանը այն էակը չէ, որի խոսքը կարող է հիմք հանդիսանալ հավատքի կամ առավել եւս ինչ որ հեղինակային կարծիքի, հա։ Արայք Հարությունյանը ընդհանրապես դդումն է, որի գոյության մասին մենք գիտենք որպես դդում, որը հիմք դրել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի ոչնչացման։
Տիկին Ադիբեկյան, իսկ կաթողիկոսի ելույթը հա Շվեյցարիայում կապված Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հետ, որքանով ազդակ եղավ, որ այստեղ իշխանությունները նման քայլեր ձեռնարկեն։ Նա նաև գերիներին էր անդրադարձել, այդ ելույթից հետո նաև շատ կառույցներ անդրադարձան գերիների Արշավը սկսվեց մինչև նրա ելույթը։ Ելույթը հանդիսացավ այդ ալիքի, այսպես ասած, բարձրացմանը եւ բանը արդարացմանը, հա, երբ որ դու նման ելույթներ ես ունենում, որոնք չեն խոսում մեր քաղաքականության մասին, չեն բխում մեր քաղաքականությունից, հետեւաբար դու ել ավելի շատ պրեսինգի տակ կընկնես, քան մենք նախատեսել էինք։